Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Անտիֆեքի հետ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Արման Բաբաջյանի հետ հարցազրույցի ժամանակ ես Պետրոսին խնդրել էի, որ նա անպայման այստեղ հրավիրի նաև Լևոն Շիրինյանին, եւ Պետրոսը, որը սկսել է բարեխղճորեն կատարել մեր բոլոր հանձնարարությունները, այս անգամ արդեն հրավիրել է իսկապես Լևոն Շիրինյանին, մեծ նվեր Ղազարյան versus Ղազարյան նախագծին։ Բաժանորդագրվեք Անտիֆեքի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները, Donation Alerts, Patreon, Super Chat, բանկային փոխանցումներով օգնեք Անտիֆեքին։ Վայելեք Լևոն Շիրինյանի մշակումը։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Այսօր կզրուցենք Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ Բարի երեկո, պարոն Շիրինյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, հազար բարին ձեզ։ Այսօր ինչ ազում Մոսկվան Հայաստանից։ Պետականության վերացում։ Ընդհանրապես Բայց դա ինչա իրենց ձեռ տալի, որովհետև պետականության վերացումով թուրքերը ադրբեջանցիներին ավելի կուժեղանան։ Իսկ իրանք այնպես չի, որ տենց եղբայրությունը կնքել են ու եղբայր են։ Այստեղ պարադոքսալ բան կա, որ ռուս-թուրքական այդ բանը ներքին շերտերը իրար հետ շատ արագ լեզու են գտնում բոլոր պարագաներում։ Այսպես ասեմ, ոխերին բարեկամներ են։ Իրար հետ գործարքների մեջ են, ինչ որ լինում է հայկական հարցը օգտագործել են, հետո իրար զիջել են, օգտագործել են, զիջել են եւ երկուսը այդպես շարժվում են առաջ։ Մի րոպե Շիրինյան ջան։ Ասենք քո ասելով ասում է, որ թուրքերն ու ռուսներն իրար հետ համագործակցել են, որ Հայաստանը վերանա, բայց Հայաստանը չի վերացել։ Բայց ո՞նց է ելը։ Լավ չեն համագործակցել, հա, չի ստացվում, հա։ Պետրոս որ հարցում ես, Որը կարաս են ասես, Ռուսաստանի շահը որը կարա լինի, որ Հայաստանը որպես պետություն վերանա։ Ասենք Հայաստանի տեղը լինի մի հատ մեծ թուրքական պետություն, Ադրբեջանը միանա Թուրքիային, ըստ ավելի իրանք ուժեղանան, որ կողմից նայում եմ, էդի ռուսներին ոնց որ թե դա շահեկան չի։ Բայց շահեկան չի, ինչի պիտի ռուսներն ուզենան, որ Հայաստանը որպես պետություն վերանա։ Շիրեն կարող է դա մենակ թուրքերն են ուզում ու ադրբեջանցիներն են ուզում։ Դուք էլ ուզում եք, որ իրանց ինչ-որ ձևի օգտակար լինեք, որ հանկարծ ավելի լավ լինեք Թուրքի շուն, քան թե լինեք ուրիշ երկրի ասիր գործակալ։ Հա? Ասեք թուրքերը կան այստեղ հաստատեն իրանց իշխանությունը, մենք էլ լինենք իրանց շուն։ Բայց լավ ասեք դու ես տենց ուզում, բայց մենք չենք ուզում։ Բա ո՞նց անենք։ Ուզում ես այս Հայաստանի վրա մի հատ շիրիմ դնես, դու էլ լինես Շիրինյանը, հա, ասենք թե Հայաստանի վրա շիրիմ քաշող Շիրինյանը։ Մենակ դրա համար բայց արժի որ մենք այս պետությունը վերացնենք Շիրինյան ջան։ Մեզ մարդը զլասը տենենք, բա արժի թե չարժի։ Կարող եմ մենք թույլ ենք դրանից, հա, Շիրինյան, ինչ ես կարծում։ Բարձրնայը մենք թույլ ենք, այստեղ մեր թույլությունը նշանակություն ունի եւ այսպես մի խոսքով գործարքները լինում են մեր հաշվին, վերջինը տեղի ունեցավ Արցախի հանրապետության բանակայով։ Չէ, երկու դրվագ ասեմ։ Պուտինը հարցազրույց է տալիս կարծեմ 18 մի խոսքով 20 թվականից մի քանի տարի առաջ ասում է, որ Արցախի ժողովրդի իր ինքնորոշման իրավունքն է, ռեալիզացնում կա, ես կաղդիկ չեմ ասում, իսկ 20 թվի այդ դեպքերից հետո ասես, որ չէ, եղել է, կա եւ կմնա։ Լավ, բարձ է Պետրոս ջան, այս մարդը ասում է, մեր թույլությունից է գալել, այսինքն որ մեր պետությունը թույլ է ալնում, ասենց ընկնում ենք շան ոտի տակ։ Բայց դե թույլություններ գալիս է Նիկոլից, միգուցե Նիկոլին հեռացնենք մի հատ ուժեղ պետություն դարձնենք սա կդզվի։ Կարող է հանկարծ դու Բաբաջի հետ զույգ կազմես դու էլ ուզես ուժեղ պետություն անենք։ Թե որ զույգ կազմես կարող է այդակ ուրիշ տեղ։ Դե լավ ախորպես ավելի լավ է դու մի կողմ քաշվեք։ Շիրինյան ջան։ Մենք այդ հարցերը կլուծենք։ Պետություն ուժեղացնենք, այդ հարցերն էլ լուծվի։ Էլ դու էլ համեր թուրքի շուն չես լինի։ Եթե ուզում ես կարաս էտաս ընդելնես, էլ ստե չես լինի։ Հայաստանում չես լինի թուրքի շուն։ Եթե շատ ես ուզում, կարաս էտաս Թուրքիայում լինես կամ Ադրբեջանում։ Այսինքն դու էլ ես շահում, էլի ընտրության հնարավորություն ես ունենում։ Իսկ որ թույլ լինենք, էլ ընտրության հնարավորություն չկա։ Բայց պարոն Շիրինյան, ընդդիմությունը պնդում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում այդ հայտարարության մեջ հենց Ռուսաստանի շնորհիվ է, որ Արցախի հարցը բաց է մնում։ Եվ նրանք ասում են, այդ դրա համար նոյեմբերի 9-ը ավելի լավ փաստաթուղթ է, քան
Թրամփի հետ կնքած TRIP-ի պայմանագիր։ Արցախի հարցը բաց չի մնում կամ այնքանով է բաց մնում, ինչքանով հիմա Կարսի հարցն է բաց, որտեղ ոչ հայ կա, ոչ էլ հայկականություն կա։ Շիրինյան ջան, Արցախը Կարսի հետ ինչ կապ ունի։ Այդ ինչ սա խառնել է, դու մեծացել ես, գիտես։ Սաղ թվեր մվեր խառնել ես իրար արդեն, իրադարձություններ խառնել ես իրար։ Նոյեմբերի 9-ը եղել է 2020 թվականին։ 2020 թվականին, որ Պետրոսն ասում է նոյեմբերի 9-ը, եղել է, այնտեղ հայեր են եղել, ոչ միայն հայեր են եղել, այլ Արցախի պետություն ա եղել, նախագահ ա եղել, Արցախի պաշտպանության բանակ ա եղել։ 2021 թվականի նոյեմբերի 9-ին էլ ա եղել։ 2022 թվականի նոյեմբերի 9-ին էլ ա եղել։ Այ 2023 թվականի նոյեմբերի 9-ին էլ չի եղել։ Բա հարց առաջանում, չէ՞։ Բայց 20 թվին կար, հələ 21-ին է կար, 22-ին է կար։ Այդ 23-ին ինչի վերացավ, հա Շիրինյան։ Ինչ է լավ այ մարդ որ վերացավ։ Մեկը մի բան արա, չէ։ Պետրոս այդ վաղ ով էր Հայաստանի վարչապետը։ 20, 21, 22, 23, 24, մինչև հիմա։ Արա թույլիկն է, հա, դու էլ ասում ես թույլ ենք դրանից, հա։ Պետրոս ոնց անենք դզվենք։ Թույլին ճամփենք։ Շիրինյան ջան, ինչ ես ասում։ Թույլին ճամփենք, դզվի։ Այդ իմաստով որևէ բան չկա որ մնացել է։ Ուր է, բայց այդտեղ ուրիշ ինտրիգա կա, որ ռուսական քաղաքականության բաղադրիչ է։ Եթե Արցախի հարցը այդ տեսքով ինչ-որ իրենք են ուզում բաց է մնում, իրենք շարունակում են Հայաստանի արտաքին կառավարումը եւ հայերին իրենց շահերին ծառայեցնելը, նաեւ այն հույսը, որ իրենք պետք է օգնեն վերադարձնեն եւ այլն։ Այս իմաստով կարելի է ասել այդպես, բայց պայմանագրի մեջ ոչինչ չկա։ Եվ TRIP-ի այդ պայմանագրի հետ որևէ աղերս չի կարող ունենալ, հակառակը։ Ես կարծում եմ, որ TRIP-ի պայմանագրի հաստատում եւ Հայաստան-Ամերիկա այդ հարաբերությունների կարգավորում պայմանագրի տեսքով վերջնականորեն վտանգը մեզից հեռացրեց եւ Հայաստանը հիմա շանս ունի իսկական լավ պետություն լինելու անգախ։ Շիրինյան ջան, դու լրիվ սա խառնել ես իրար այդ ցավը տանեմ։ Նոյեմբերի 9-ը TRIP-ի հետ ինչ կապ ունի, նոյեմբերի 9-ը լրիվ ուրիշ փաստաթուղթ է, TRIP-ը լրիվ ուրիշ։ Դու մեծացել, որ թիվ ես դու Շիրինյան։ Մի րոպե։ 1953 թի։ Այսինքն 73 տարեկան ես։ Բաշկդ լուսելնի Շիրինյան ջան, շնորհավորում եմ։ Հեսա ապրիլից թոշակը 10,000 դրամով բարձրանալու է 2 ամսով։ Մայիսին կստանաս, մեկի հունիսին էլ չեն տալու։ Շնորհավորում եմ 2-10,000 ստանալու ես։ Եղավ, կլի 20,000։ Բայց լսի, 72 տարեկան մարդ ես, 70 դզես էդ։ 73 տարեկան մարդ ես, Պետրոս։ Ինչ ես կանչը։ Ինչ ես գործես կտրել այդ մարդուն բերես։ Մեր վարչապետն ասում է, թոշակառուի տարիքը դա բիզնեսով զբաղվելու ամենալավ շրջան։ Հիմա դու ես մարդուն իր ուժերի այն ամենածաղկուն ժամանակաշրջանում, որ ես մարդը հիմա 2 սոտովիով պիտի բիզնեսով զբաղվի, լապտոպի դեմը նստի այդ գործնական հանդիպան, ցուցահանդեսների գործից կտրել ես, բերել ես դիսյա թեմաներով, թոշակառու մարդն հիմա բիզնեսով պիտի զբաղվի։ Շիրինյան ջան, վերկաս գնա գործերով զբաղվի, այդ ցավը տանեմ, դու ինչ գործ ունես։ Այդ ուժերի ծաղկման շրջանում քեզ քաշելա հիմար խոսակցությունների մեջ բերելա սարքելա ձեռառնոցի ձեռառնելու առարկա դրել ենք այդ տես քեզ ինչ ենք անում գնա քո գլուխդ կախի քո բիզնեսով զբաղվի կարասիմի ջայլոց ասեմ մի հատ ընկերություն ստեղծես Պետրոս 74%-ը քեզ 26-ը Բաբաջանյան Արմանին մի հատ ՍՊ համատեղ ընկերություն Ֆիրմայի անունը Պետրոս ինչ դնե ֆիրմայի անունը դու էլ ղազախական ծորեն կդնես Թուրքի շուն ՍՊ 74%-ը քեզ 26%-ը Բաբաջանյան Արմանին միասին կդնեք այդ 10,000 դրամ թոշակներ ստանաս կտանես կանադրական կապիտալում քո կողմից կասես ինչ դրել ենք էս էլ իմ կողմից մի հատ 10,000 դրամ ավել ինվեստիցիաները կանեք աչի ձախ որ շատ չծախսես էլի վարչապետն ասում է չի կարելի այդ փողը շատ էսյանի անեք թոշակառուներով ու անցի քո բիզնեսին այս դիսյա գործերը թարգի դու լուրջ մարդ ես բիզնեսմեն մարդ ես գնա քո բիզնեսով զբաղվի
Քաղաքականությունը քո խելքի բանը չի, այդ ցավը տան։ Մինչև հիմա դու քաղաքականությունը զբաղվել ես, մի հատ հաջողության ասած կաս, կյանքում մի անգամ դեպուտատ ընտրված կաս, չէ։ Միտեղ ընտրված մի բան կաս, չէ, դա քո խելքի բանը չի, չէ։ Բիզնեսը քոնն է։ Շահերը։ Բայց իրանք ասում են մենք ընդամենը վերականգնելու ենք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ, ինչ որ։ Իրենք տեսեք ինչ կա, այստեղ մի բան կա, գիտեք, տերմին կա բժշկական է, բան չեմ ուզում ասել, բայց երբ որ մարդիկ հարաբերություն են ուզում բանի հիվանդի հետ եւ այլն, հիմա չծավալվեմ։ Մի րոպե, ո՞նց չծավալվես է։ Ո՞նց չծավալվես։ Ինչ հարաբերություն։ Այդ Բաբաջյանի հետ այդ դաշինքի ժամանակ հարաբերություններ եք ունեցել հիվանդ ա եղե։ Բա դու չես իմացել այդ օրերը։ Ու տենց հիվանդ, հա։ Պաստորեն դրանից էլ բաժանվել են էլի Պետրոս։ Ադե մի քիչ զգուշ եղի, երկամ արդես բա դու քո զգուշությունը չես պահում։ Ոնց բա դու պետք է դա իմանայիր։ Այդ օրերը պետք է իմանայիր, գնացել ես պաստորեն։ Իմացանք այդ դաշինքն ինչի է լուծարվել այդ Շիրինյան Բաբաջանյան դաշինքը։ Հիվանդ վախտայել է Պետրոս։ Ռոմանոսը իմանա սրտաճակ կլի։ Տեսեք, պարոն Շիրյան, ընդդիմադիրները ասում են, որ այո, Ռուսաստանը ամենալավ բարեկամը չի։ Այո, մենք էլ շատ հարցեր ունենք իրանց։ Բայց ընտրությունը երկու բանի մեջ է, կամ ռուսները, կամ թուրքերը։ Դա գիտեք ինչ կա, պրիմիտիվ ոնց ասեմ, մտածողություն է, երբ որ քաղաքականությունը դրվում է դիխոտոմիայի մեջ, եթե թուրքը չի ռուսը, եթե ռուսը չի թուրքը եւ այլն։ Ճիշտ ասում, ես համաձայն եմ։ Ինչ ես կապել։ Օրինակ ով ասած քեզ Պետրոս կամ ռուս կամ թուրք, ով ասում։ Օրինակ կարա լինի նաեւ Իսպանիա։ Ինչու՞ չէ։ Կամ ռուսը, կամ թուրքը, կամ Իսպանիան։ Օրինակ դու Իսպանիա սիրում ես, ճիշտ է։ Քանի անգամ ես Բաջանաղախառան էլ գնացել Իսպանիա ֆուտբոլ նայելու։ Պետրոս դու Ռեալի բալեշիկ ես, թե Մադրիդի։ Հա։ Լսես Նիկոլես վերջերս ինչ չգիտի լայվով դիմում է մարդկանց ասում է ուժեղներ հələ մատ ասեք Իսպանիայի մայրաքաղաքը որն է, հələ մատ ասեք չգիտեմ ես ինչ կենթանի եմ, մեկն ասում է Արայիկը ինչ տեսակի, Միրքա թե բանջարեղեն է, այդպես բաներ է հարցնում, այսինքն ինչ չգիտի, ուզում է մարդկանցից իմանա։ Հիմա ինքը կարող է քեզ մի օր հարցնի, ասենք մի օր քեզ տենա, հարցնի, ասի Պետրոս, Իսպանիայի մայրաքաղաքը ո՞րն է։ Կասես Բարսելոնա, տենակ ինչ ասում, էլ պետք է ասես դու Բարսելոնայի բաշի, կասես որ հարցնես Իսպանիայի մայրաքաղաքը ո՞րն է, կասես Բարսելոնա։ Եղավ, էլ մտենակ ինչ անելու։ Թուրքից ու ռուսից բացի Պետրոսյան Իսպանիա կա ախպեր։ Դեռ մենք Իսպանիայի հետ ելնենք։ Ամեն կոմարը լավ կլինի։ Երբ որ սա այն քաղաքականությունն է, երբ որ դիխոտոմիկ է, երբ բևերային այդ բևերացում է, իսկ երբ որ մենք հավասարակշռության հայեցակարգն ենք վերցնում, դա Ռիշելիեն է, ֆրանսիացի, եւ քաղաքականությունը դիտվում է բազմավեկտոր։ Այդ պայմաններում հավասարակշռությունը իր հակակշիռներով եւ այլն լայն մանևրի հնարավորություն է տալիս եւ ես պաշտպանում եմ կառավարության քաղաքականությունը, որովհետեւ մենք չենք այդ քաղաքականությունը վարում։ Մի րոպե, եթե դու կառավարության քաղաքականություն ես պաշտպանում, Շիրինյան ջան, գիտեմ որ պաշտպանում ես կառավարության բան, բայց դեպքում էլ բազմավեկտորը ո՞րն է։ Էլ են ֆրանսիացին ինչ տա պետք։ Էլավ միավեկտոր Ադրբեջան, որը համեր նույն բանն է։ Էլավ Հայաստանի կառավարությունը հիմա վարում է միավեկտոր քաղաքականություն, մոնոպոլիստական քաղաքականություն, Ադրբեջան ու Թուրքիա։ Բարձավել Պաստորեն Պետրոս Իսպանիան էլ արանքից դուրս եկավ, Իսպանիա չի լելու։ Ոչ է ռուսը ալնելու։ Էլմա մենակ Թուրքիա կամ Ադրբեջան։ Ինչու՞ չէ նաև Պակիստան։ Այս վերջերս իմիջայլոց մոտդ գրի Արադ Միրզոյանը Օմանում բացեց Հայաստանի ռեզիդենտ դեսպանատունը, նաև Օման։ Էլի։ Մեզ համար շատ գիտես դու գնացած եկածած կլնես։ Սաղս էլ կապված ենք ինչ-որ մի ձեւի Օմանի։ Օման մեկ էլ, Օմանն է գրի մոտդ։ Այ պրինցիպը էլի լա բազմավեկտոր էլի, Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Օման։ Լավ է։ Էդի մեզ հերիքա Պետրոսը, նրանց ավելի չենք անում։
Փոքր երկիր ենք, 4 երկրի հետ լավ ենք հերիքա։ Այդ չէ, այն չէ։ Հիմա հարց եմ տալիս, եթե ռուսը չէ թուրքը, եթե թուրքը չէ ռուսը, հիմա չի լինի որ Հայաստան լինի եւ ոչ նա։ Բայց բոլորից հետ իրենք չէ, բոլշևիզմը դա է։ Բոլշևիզմը դա չի հասկանում, չի ուզում եւ այլն։ Հիմա տեսեք ինչ եմ ասում։ Ուրեմն մենք մի քիչ պարադոքսալ է, բայց ասեմ, եթե հայը լինում է հայամետ, որտեղ ռուսամետ հայ կա, դրա համար եմ ասում, չէ՞ նորմալ է, որ հայը պետք է հայամետ լինի, էթնիկական բոլոր իմաստերով։ Իսկ Հայաստանի քաղաքականությունը լինում է Հայաստանակենտրոն։ Դա մեզ լայն մանևրի հնարավորություն է տալիս եւ Ռուսաստանի հետ հարաբերվել, եւ Միացյալ Նահանգների, եւ Ֆրանսիա, եւ Հնդկաստան եւ այլն։ Հիմա Չեն մի բան հարցնեմ էլի քեզ։ Այդտենց այդ խելոք բաները հետո էլ կասես։ Դու որ այդքան ռուսներին չես սիրում։ Այդ սովետական գալստուկը ինչի վերից է չես անում։ Այդ ո՞րց ես ճարը։ Այդ ո՞ր թվից է մնացել վզիդ։ Հա։ Պետրոս, դու էլ այդ սկզբունքորեն չես ուզում, հա, գալստուկ կապես։ Արա ինչքան էս մարդիկ են գալի գնում։ Ինչ է այդ վզիդ հաստությունն է պատճառը։ Չի կոշկվում այդ վերջի կոճակը։ Ապեր մի քիչ մեծ ռազմերի բանար, մեկը դու գիտես ինչ է, քո սարոշկեքի են մնացած մասը այդքան կարևոր չի։ Մենակ վիզը լենար, կապի, կարաս ներքև մասը մեկը տաղավարում չի երևալու։ Մեկ մի գալստուկ է կապի էլի։ Հա, մտածում ես քո վզով սարոշկա չի լինի, որ գաս այս վիզը կոշկի։ Այդ ղազախական ծորենի տերը թաղեմ ես։ Քեշ մարդուն դες իշխիչակի մեջ ա դրա շիրինջ։ Բայց քո գալստուկ քեզ սազում է։ Քեզ ընդհանրապես սովետական ամեն ինչը սազում է։ Իզուրել դու հակառուս ես։ Հիմա ինչ ես ասում, Շիրինյան ջան, մենք վերջը ուր գնանք, այ ախպեր։ Որտե՞ղ է լավ։ Սիկտիվկար գնան։ Ինչ չեն գնում։ Ուր։ Ես ինչ ասած Պետրոս։ Այդ քեզ ասած։ Սկսես քեզի քրվել արդեն։ Ինչ ես քրվում Պետրոսին։ Ասում հիմա ուր գնանք, Պետրոսն ուր գնա։ Ինչ ասած Պետրոս։ Սիկտիվկար։ Գնացած կաս ընդ է։ Ինչ ես Պետրոսի բան ասում, հա։ Եկամարտ ես, ամոթ չես անում, երեխու տայնա։ Յա։ Եկել այդ մարդը քեզ կանչե բերեն նստածել ես, որ դու դնես հրապարակային ինչեր ասես ես մարդուն։ Պետրոսից բան չասես։ Այ քեզ բան, չետաս։ Գետաս Բարսելոնա։ Եղավ։ Սիկտիվկար չետաս։ Գետաս Բարսելոնա։ Այ քեզ բան։ Եթե իրանք ռուսամետ են եւ այլն, Տեր Պետրոսյանը ինչ է իրանց բան։ Իրենց բերած մարդն է։ Մենք պետք է հիշենք մի բան, ռուսների։ Տեսեք ինչ կա, նախ որ Արցախյան հարցը ինքը օբյեկտիվ հիմք ունի, դա սրբազան բան է, բայց որ շահարկվել է ուրիշ բան է։ Հիմա մեր սերսունն երկրորդ շերտը։ Ելցինից բանից հետո Բերեստրոյկայի շրջանում ռուսական քաղաքական վերնախավում երկու խումբ առաջացավ, Գորբաչովյան խումբներ եւ երկրորդը Լիգաչովներ, Չոր եւ այլն, որից հետո տրանսֆորմացվեց եւ Գորբաչովին հակադրվեց Ելցինը, Ելցինի միջավայրում էր Ստարավոյտովա Գալինան, որին Պուտինի ժամանակ իր տան դիմաց սպանեցին, հիշում եք, չէ՞, սպանեցին։ Հիմա Ստարավոյտա մարդիկ չգիտեն, գիտեն թե չգիտեն, ՀՇ-ի գերագույն խորհրդի պատգամավոր եղել եւ նաեւ կապը Ելցինյան Ռուսաստանի հետ։ Լսում ես ինչ է ասում, ինչեր բացահայտես Պետրոս, գիտեիր դու։ Ասում է այս պահին Լևոն Տեր-Պետրոսյանը գտնվում է Բորիս Ելցինի եւ Ստարավոյտովայի ազդեցության տակ։ Հենց հիմա այսօր Ելցինը հեռախոսը վերցնում է, զանգում է Լևոն Տեր-Պետրոսյանին, հələ մտել, ասեմ քեզ, Ստարավոյտովան էլ իր հերթին։ Ես վերջերս եկե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպե, ինչ-որ գայթակղել է իրան ու վերցրել է իր ազդեցության տակ։ Շիրինյան ջան, մի բան ասեմ, տրամադրությունը չընկնի էլի։ Ելցինը մեռել է։ Ստարավոյտովային էլ սպանել են, էդի շուտ ա եղել։ Արա սաղ գնացել են, դու մնացել ես։ Սաղ գնացին, դու մնացիր։ Հիմա ասում ես նրա ազդեցության տակ է, չէ։ Նրանք չկան, որ նրանց ազդեցության տակ լինի Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրանք վաղուց դու այն աշխարհից եկել ես,
Մեզ դե բաներ ես պատմում, բայց մեր աշխարհում այդպես բաներ չկա։ Հեսա սրան խոսածնես կասի, սա բանը Բրեժնևն են մեղավորել բռնեցեն Լենինի աղջկան, հա։ Գիտեի դու։ Գիտեի որ Բրեժնևը ինչ էր արել։ Ինչ էր անում հիմա Ելցինի հետ։ Ելցինն ու Բրեժնևը հիմա Ստարավոյտովային այսպես օրը միտեղ ուղարկում են։ Օրը միտեղ։ Այս վերջերս մեր մոտ են ուղարկել։ Իրանց ազդեցությունը պահում են։ Շինեժը կարող է այդ գալստուկը Բրեժնևի նվիրած գալստուկներից է։ Լավ պահի էդի արժեքավոր բան է, Լեոնիդ Իլիչի տվազներից է։ Դե ասում են մենք լավ չպահեցինք մեզ դրա համար։ Դե լավ է ինչ, թող երևի մեջքի վրա լավ չեն բարգել։ Կներեք, նա լավ բարգեմ մյուս անգամ։ Այ Շիրինյան ջան, դու այսօր լուրջ եմ ասում, քեզ քո տարիքին ոչ սազական ձևի ես քեզի պահում։ Այսինքն ի՞նչ է նշանակում մեջքի վրա լավ չպարկինգ։ Պետրոս դու ջոգում ես այդ բաբաջի ֆանտազիաները ուրա հասել, որ մինչև հիմա այս մարդու մոտ ինչ մտքից դուրս չի գալի։ Դու կարող ես մեջքի վրա նորմալ պարկես։ Դու փորի վրա ես կարող լավ պարկես։ Այ քեզ խայտարակ բաներ այ մարդ։ Ասում եմ մենք մեր մեջքի վրա լավ չպարկենք, դրա համար մեր գործերը լավ չեղավ։ Դու էլ ինչ դիրքերի ես ծանոթ։ Բայց ո՞նց անենք որ լավ էր, որ այդպես չլեր։ Մեղայ աստորը մարդ արդեն չիմանամ ինչ ասի։ Պետրոս ախե քո արածն մի բանի նման չէ։ Չնայած որ ուզում ես իմանաս, ես եմ իմ ասացի վրա փոշման։ Հələ ես ասում էի Բաբաջանյանի հետ զույգերով կան, լավ առանձին ես կանչում դու։ Դու պատկերացնում ես սրանք իրար հետ ելնեին, այսօր այդպես մի հատ հարստային ինչ էր կատարվելուց դե։ Կլեի խայտարակ։ Դու ինչ որ արել ես ճիշտ ես արել։ Ես իմ հարցը անում եմ։ Առանձին, սրանից դու Բաբաջյանի կանչելուց ես, էլ իրան չկանչես։ Առանձին։ Պաշյան, ընտրությունների նախորյակին, տեսեք դուք ասում եք ռուսական ուժերը այսպես, այնպես, բա ուր են արևմտամետ ազատական ուժերը։ Ազատական ուժերը 21-ին էլ դուք չմիավորվեցիք եւ տենց առանձնապես բան չարեցիք։ Տեսեք հիմա էլ ոնց որ առանձին են ես մեր բարակայով ասեմ։ Մեր քաղաքականությունը իշխանության քաղաքականության հետ զուգահեռ փոխլարացման սկզբունքով գնում է։ Հիմա իշխանությունը մեր պատկերացումով դժվարին վիճակում մանևրելով եւ այլն շարժվում է եւ ճիշտ է անում եւ նաեւ զգուշավորություն անում, որից շատ մեկ դժգոհում են, բայց ես համաձայն որ զգուշ լինեն։ Հիմա շատ զգուշ լինել մի բան չի, բայց եւ այդ Էլի դու տարարկեցիր քո թեմաների վրա։ Իսկեն դուք իշխանության հետ եք, բայց իշխանությունը պիտի զգուշ լինի։ Ինչի՞ց պիտի զգուշ լինի, որ հանկարծ հիվանդ չլնեք, հա? Որ հիվանդ են ելնում, հիվանդելուց արդեն ուրիշ խնդիրներ ալնում, դրա համար պիտի զգուշ լինեն, այն Գյադան անդե թողը գնացե ցանցեր, մեկը թողը անդե գնացե հանձնաժողովի նախագահ Դու թարգի էլի Այմար թոշակառու մարդես գնա բիզնեսով զբաղվելի թարգի դու ես տնում ես խառը ոնց կռնում ես գնում ես խառը պատմությունների մեջ թարգի դա դու Ես մեր բարակայով կարող եմ ասել, որ պատրաստ ենք լայն համագործակցության, որևէ խնդիր չեմ տեսնում, բայց համագործակցություն ոչ կաղապարի մեջ։ Երկրորդ մասը Ես ինչ նամյոկներ անում Պետրոս։ Խմբային։ Այսինքն դու Բաբաջանյանը ու էլի կողքից տենց համագործակցություն Պետրոս ուրեմն ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Ուշադիր լսի քեզ ինչ եմ ասում։ Միտքը ծուռա։ Հեսա դեբատներն է սկսելու է այս նախընտրականի հետ կապված։ Ես չեմ չիմանամ դու սրանց խմբով կանչես դե։ Անկամ եթե իրանք խմբակային ինչ-որ բան կանեն, դաշինք դու սրանց կկանչես հատիկ առ հատիկ։ Կարող է իրանք ուզենա մենակով գան։ Մեկ։ Լսեցիր։ Չեմ չիմանամ դու խմբակային ըստ ինչ-որ բան կազմակերպես։ Լսեցիր։ Տես հիմիկ բանից ես քեզ ասեցի։
ԿԺԿ-ն ստեղծվել է Գերմանիայի քրիստոնյա դեմոկրատական միության օրինակով արժեհամակարգը, այսինքն մոդելի մասին է, ոչ արդագրության, փայլուն արդյունքներ գրանցեց Ադենաուերի ղեկավարությամբ Գերմանիայում դարավ։ Հիմա նույնը մենք առաջարկում ենք Հայաստանի եւ հաջորդի համար, թող լինի Լսում ես ինչ ասում։ Խմբակային Գերմանիայի օրինակ։ Պարզա չէ արդեն քո համար գերմանական որ կայքն ալնելու իրանց հիմնական քարոզչություն իրականացնելու միջոց։ Մեն նման մի հատ է տանեք ծերեթելի, մեկ է տեցիկռուգում է շտաբ բացեք։ Ինչա թե հիմնական կոնտինգենտը ընտրողներն ընդե են հլելու։ Արագացու ճամփի դոյթ այս մարդը։ Մեկ էլ անգամ չտենամ, այդպես բան մեկ էլ անգամ ես Պետրոսը չտենամ։ Խայտարակելանք այսօր մենք արա։ Շնորհակալություն։